Շարունակվում է առավոտ լսող weekend-ը, սիրելի հեռուստադիտողներ, եւ ժամանակն է, որպեսզի ձեզ ներկայացնենք մեր այսօրվա առաջին հյուրին, եւ այսպես մեր տաղավարում է երգչուհի, մեր շատ սիրելի Հասմիկ Կարապետյանը, ողջույն։ Ողջույն։ Շատ ուրախ ենք, որ մեզ մոտ է տաղավարում միասին ենք լինելու առավոտը, հետաքրքիր հարցազրույցով, ման արի չխախտենք ավանդույթը եւ ինչպես մեր բոլոր հանգստյան օրերի հյուրերին նույնպես հասկանանք, թե ինչպես է սկսվում քո հատկապես հանգստյան առավոտները։ Քանի որ ես մայրիկ եմ, իմ հանգստյան առավոտները շատ քիչ են, բայց մասնավորապես այսօրը կիրակիները շատ մեծ խորհուրդ են պարունակում, որտեղ իսկապես հանգիստ է, ամեն շաբաթ աղջիկս եւ տղաս գնում են տատիկի պապիկի տուն, իմ ծնողների տուն, սովորաբար հիմնականում այդպես է, արդեն տարիներ, դրա համար իմ կիրակիները հանգիստ են, միանշանակ աչքերս բացվելուց հետո ես պիտի սուրճ սմպեմ մեծ գավաթով, իմ սուրճի չափաբաժինը մի քիչ շատ է, շատերի համար տարօրինակ թեյի չափաբաժին է, առավոտյան սուրճը, դուք էլ փաստորեն, այո, ես մենակ չեմ, որովհետև չեմ կարողանում արթնանալ, լինելով արվեստի մարդ, կարծում եմ հիմնականում բոլոր արվեստի մարդիկ այդպիսին են, սիրում են ոչ թե գիշերը շուտ պարկել քնել, այլ առավոտյան ժամերին են սիրում քնել, բայց ինձ մոտ, քանի որ արդեն դպրոցական եւ երկուսն էլ արդեն դպրոցական երեխաներ են, այո, ես ուզեմ չուզեմ առավոտյան 7-ին արթնանում եմ, այսինքն բույից դարձել եմ արտույտ։ Այ ուզում եք հասկանալ այդ ճանապարհը անցել եք արտույտ դառնալը, թե միևնույն է բույի ռեժիմով գիշերն ենք, արթուն մնում, առավոտյան էլի շուտ արթնանում։ Դա հնարավոր չէ, մանե ջան, եթե ինչ որ մի աղջիկ կին քեզ դա կասի, չհավատաս, որովհետև նույնիսկ շատ դժվար պայքարի դեպքում էլ դու պարզապես չես կարողանում չքնել շուտ։ Մեր տաղավարում չեք եղել, մոտ կես տարի, ուրախ ենք weekend-յան տաղավարում։ Մեր հանդիպման համար շատ ուրախ ենք։ Ինչ է փոխվել այս ընթացքում, ինչ ձեռքբերումներ, ինչ զարգացումներ։ Ասեմ, հիշում եմ վերջին անգամ երբեի ձեզ մոտ, եթե չեմ սխալվում, կրկին տեսահոլովակի պրեմիերայով է եկել, Կաթիլ ստեղծագործության պրեմիերաներ ձեր եթերում, շատ հաճելի եթեր ունեցա, ես ընդհանրապես, երբ որ հայտնվում եմ, ես հայտնվում եմ ինչ-որ մի նոր բանով, սիրում եմ այդպես հայտնվել, այս դեպքում էլ կարելի ասել մի շատ հրաշք և շատ հետաքրքիր համագործակցության արդյունքում եմ ես այստեղ, ուրեմն իմ շատ սիրելի արդեն ընկեր դարձած, երաժիշտ, երաժշտության ուսուցիչ, ներառական երեխաների հետ աշխատող նույնիսկ, ուրեմն Կոստանտին Աբգարյանցը, որը որ նաև ինձ համար հայտնագործություն էր, բայց բազմաթիվ հեղինակային երգեր ունի, հենց ինքն է գրել և հետո արդեն երբ որ շփվեցի իր հետ, պարզվեց, որ Կոստյան իմ երկրպագուն է եղել, դեռ փոքր ժամանակվանից, տարիներ, անգիր գիտի իմ բոլոր երգերը, հաճախելով իմ համերգներին, ես դա իմ աչքով տեսա և լսեցի ոնց է ինձ հետ հավասար երգում, այո, կյանքի խաչմերուկները այնպես դասավորվեցին, որ Կոստյան իմ աղջնակի հետ երաժշտություն է պարապում, մենք այդպես ծանոթացանք։ Ոչինչ պատահական չի լինում։ Այո, եւ ինչպես այդ ծանոթությունը վերածվեց նաեւ համագործակցության։ Մի օր Կոնստանտինն ինձ ասեց, Հասմիկ, գիտեք, ես մի շատ գեղեցիկ երգ ունեմ գրված, ինձ թվում է ձեր ձայնին շատ կսազի, ասեցի լավ, բացեք արդյոք, որ բացի ձեր հեղինակայիններից այլ երգեր կատարեք, ասի իհարկե ես համագործակցել եմ Գիսանեի հետ Պալյան, Ավետ Բարսեղյան, Վարդան Զադոյան, Կաթիլ երգն էլ իմը չէր, Իմիջայլոց Կապանից Կարեն Հովաններ հեղինակը Կաթիլի, մի խոսքով ասեցի լսեմ երգը, իհարկե, ինչու ոչ։ Լսեցի երգը, այն իհարկե դաշնամուրով և իր ձայնով երգած էր, քանի որ երաժիշտը շատ լավ էր երգել, ընկալելի, արդեն հասկացա ինչի մասին է խոսքը, ասեցի սիրով կհամագործակցեմ և գիտեք ինչ, այս դեպքում այնքան ամեն ինչ այսպես օրգանիկ և ճիշտ էր, որ պարզվեց Կոնստանտինի եղբոր կինը Յունոնան,
որին շատ սիրել եմ եւ շատ կարճ ժամանակում հասցրեցինք մտերմանալ։ Հենց ինքն էլ գործիքավորումը կատարեց, գործիքավորումը գիտարները Յունոնայինն են, ձայնագրումը music production-ը Գարիկինն է Համբարյան։ Այդ ճանապարհը երգի ինչ դարձավ արդյունքում գործիքավորումից հետո արդյոք մնաց այդպիսի բալադային մեղմ մեղեդի, թե իմ կարոտը վերածվեց մի այլ հնչողության։ Իմ կարոտ ստեղծագործությունը իմ աչքերով մի քիչ այսպիսի, գիտեք, ինչ vibe ունի, հա, այսպես ասեմ, ավելի ժամանակակից լեզվով, պատմողական է մի քիչ, այսինքն տեքստը խորն է, մտածելու տեղիք է տալիս, ամեն մարդ իր ընկալմամբ կարող է հասկանալ ինչ կարոտի մասին է խոսքը, ինչ որ անզորություն կա երգի մեջ, նաև շատ զորեղ այդ կատարողի կերպարի մասին, հա, եթե խոսենք, գործիքավորումից հետո ըստ իս երգն ավելի ուժեղացավ եւ քանի որ իմ վոկալով էր, իմ ձայնային տեմբրով էր, շատ ու շատ մարդիկ ինձ ասել են, որ ռոքային բալադները եւ իմ ձայնը համահունչ են։ Ես փորձեցի ավելի այսպես համարձակություն տալ ստեղծագործությանը, կարծում եմ ավելի ուժեղացավ կարոտը։ Հետաքրքիր է ինչ փուլով անցակ նկարանումների ընթացքում, լուծումների մասին մի փոքր կխնդրեմ եւ ով է նկարել ամենակարևորը։ Այ եկանք հասանք ամենահետաքրքիր եւ անսպասելի պահին, ինչու, որովհետեւ երբ որ երգը ձայնագրվեց, արդեն մենք շատ արագ այդ ամեն ինչը կազմակերպեցինք Յունոնայի Գարիկի հետ, Կոստյան էլ մեզ հետ էր, հենց Գարիկի ստուդիայում ձայնագրվեցինք, հետո արդեն երբ պատրաստ էր վերջնական տարբերակը, այնքան մեր սպասածից գեղեցիկ է ամեն ինչ ստացվել, որ Կոնստանտինն ասեց Հասմիկ մենք չենք նախատեսել, բայց երգը պիտի ունենա տեսահոլովակ, որովհետև ես ուղղակի պահանջում եմ այս երգի վիզուալիզացիան, ինչ որ մի ձևով, հնարավորության սահմաններում, ես էլ ասի Կոստյա ջան կներես, բայց ես այդ ժամանակը չունեմ, որ այդ նախապատրաստական աշխատանքները, գտնել ռեժիսոր, օպերատոր եւ այլն, ասես բավականին բարդ process է։ Իհարկե 1 ամիս միայն նախապատրաստական աշխատանքները կտևեին, ես էլ փոքրիկ բալիկների հետ, ճիշտ ասած, չէի կարող տեղավորվել եւ Կոստյան ասեց ինչ մեզ պետք չի ոչ ռեժիսոր ոչ օպերատոր, այսպես նայում եմ, չեմ հասկանում ինչի։ Ես ինքս կնկարեմ Հասմիկ ջան, եւ ես այսպես ապշած նայում եմ, ականջներից չեմ հավատում, ասում եմ, այսինքն ինչպես ենք նկարելու, պետք է ասեց ես ինքս կնկարեմ, ինքս էլ մոնտաժը կանեմ, որովհետեւ ունեցել եմ եւ ունեմ փորձ նման աշխատանքների, ասեցի լավ ես հավաձայն եմ, էքսպերիմենտ ենք անում, գնացինք առաջ։ Մեկ օրվա մեջ հետաքրքիրն այն է, որ մենք լոկացիաներն արդեն ընտրել էինք, տեսահոլովակում արդեն տեսակ, որ Կերևյանի կամուրջն է, այնտեղ կա Համալիրի վերևի մասից Ծիծեռնակաբերդ եւ այլն, եւ մեր շատ սիրելի Հյուսիսային պողոտայում կային ինչ որ վայրեր, որոնց մասին ես չգիտեի։ Ահա Կոնստանտինը գիտեր։ Եվ մենք այսպես գնացինք, ես լուքը ինքս որոշել եմ, ամեն ինչ շատ արագ հապճ է, բայց ճիշտ ընտրվել է։ Եվ գիտեք ինչն է հետաքրքիր, այնտեղ տեսահոլովակում նկատեցիք երևի, որ վերջում արդեն ինչ որ մազերից վրա քամի կա, ինչ որ եղանակը փոխվեց, գունային գամման, հա, սկզբում արև էր, հետո եղանակը, երբ որ մենք առաջին լոկացիայում ավարտեցինք աշխատանքները, գնացինք երկրորդ լոկացիա, փոխվեց միանգամից։ Մեզ համար եկավ քամին, որը որ պետք է վարսերից հետ խաղար, այսինքն այդ ամեն ինչը կազմակերպում են։ Ձեր թիմը եւս մեկ անգամ ապացուցում է, որ եթե կա նպատակ, հստակ է ամեն բան, ապա անգամ բնությունը կդառնա օգնող այդ նպատակը իրականացնելու հարցում։ Այ այս համագործակցությունը դա էր եւ հիմնականում ինձ երկի ջերեկչույները կհասկանան, երբ որ ինչ-որ բան ենք պլանավորում մենք, շատ դանդաղում է, մարդիկ այդքան համախմբված ու կազմակերպված չեն երբեմն ինչպես որ դու։ Դա նյարդային ինչ-որ լարվածություն է ստեղծում բոլորիս մոտ, բայց այս դեպքում ես հիմա այսպես եթերից ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ dream team-ին, ես իրենց այդպես եմ կոչում, երազանքի թիմ, որ պարզապես անհասկանալիորեն ամեն ինչ գնաց առաջ։ Իդեպ խոսքերն էլ, երաժշտությունն էլ հենց Կոնստանտինն է գրել, բայց ես ոչ մի կապ չեմ ունեցել երգի ստեղծման հետ։ Բայց կարոտը դարձրեցիք ձերը։ Եվ խոսելով կարոտի մասին, ում կամ ինչին եք կարոտում հիմա։ Որքան էլ որ տարօրինակ կարող է հնչել շատ ու շատ մարդկանց համար,
ես ինքս ինձ եմ շատ հաճախ հիմա կարոտում, ինչու, որովհետև ինձ համար վերջին ժամանակներում այնքան քիչ է այդ ժամանակը մենք սիրում ենք ինքներս մեզ հետ մնալ, որտեվ երբ որ մենք ինքներս մեզ հետ ենք մնում, աղմուկ չկա, քո դաշտում, քո աշխարհում, քո լռության մեջ մենք մեզ սկսում ենք ավելի լավ հասկանալ։ Մենք ավելի հստակ տեսնում ենք այն ճանապարհները, որով պիտի առաջ գնանք։ Իսկ ես այն մարդկանցից եմ, որ ես չեմ սիրում տեղում դոփել, եւ նաեւ այն արվեստի մարդկանցից եմ եւ ժամանակն էլ դա ապացուցում է, կարծում եմ, որ ես առանց ստեղծագործելու չեմ կարող ապրել։ Կա ընտանիք, կան հրաշք բալիկներ, սիրող ամուսին, այդ մթնոլորտն էլ է պետք յուրաքանչյուր կնոջ, բայց իմ նվիրական, այն որ սրտիս վրա ծաղիկներ են աճում, հոգիս էլ փայլում է, այդ միջավայրը իմ աշխատանքի միջավայրն է, որովհետև իմ երեխաներին պետք է երջանիկ մայր, ուրախ, այսպես թովիչ, որ ես իրենց այդ փոխանցեմ, բայց դրա համար ես պետք է զբաղվեմ իմ գործով, ինչն էլ որ անում եմ, այո։ Առաջարկում ենք գնալ դեպի մանկության տարիներ ու վերհիշենք լավագույն հիշողությունները, մի փոքր ներկայացնեք կարճ ձեր մանկության մասին նաև։ Այդ ամենամաքուր թեման է, ամենալուսավոր եւ միշտ որ խոսում եմ ես իմ մանկության մասին, այսպես շատ դրական լիցքերով են լցվում, ինչու որովհետեւ շատ հարուստ եւ գունեղ մանկություն եմ ունեցել, ինչքանով որ ես հիշում եմ, միշտ եղել եմ տարբերվող, սկսած մանկապարտեզային տարիքից, մինչև հիմա այդ խոսակցությունները կան, ես լսում եմ, որ մեկ հայրս է պատմում, մայրս կամ քույրս, իհարկե ես շատ մոռաց կոտ եմ, ես X մոռացել եմ։ Միշտ եղել եմ տարբերվող, միշտ եղել եմ չարաճճի, շատ ակտիվ եմ եղել, բայց իմ երեխաներին իհարկե չէի կարող հասնել, հիմիկվա երեխաները այլ ժամանակի երեխաներ են։ Հիշում եմ, որ արվեստի հանդեպ մեծ սեր ունեի դեռ փոքրուց, որովհետև մանկապարտեզում նույնիսկ բոլոր երգերը հանդեսների, բոլոր բանաստեղծությունները, նմանատիպ միջոցառումներն ես առաջին շարքերում, այսինքն ինձ էր վստահվում։ Նույնիսկ եթե մի քիչ առաջ գնամ, պատանեկություն, դպրոցը ավարտելուց վերջին զանգին, շատ ու շատ երգեր ես ինքս եմ նվագել, իմ դասընկերները երգել են վերջին զանգի հանդեսին։ Ինչքանով որ ես հիշում այսպես կլորի թշիկներով, այդ միշտ եղել է, փայլուն մեծ աչուկներով, ինձ միշտ նմանացնում են գտնված երազ մուլտֆիլմի այդ աղջկան։ Շատ կարևորը մանկական, այո, մանկական երազանքների մասին, նպատակների մասին, որովհետև հենց այդ թեմային դուք շատ սահուն կերպով եկաք ու հանգեցիք, որոնք են կատարվել ու որոնք են դեռ անկատար, բայց ամեն ինչ անում ենք, որ ի վերջո դրանք էլ կատարվի։ Ես շատ երազկոտ եմ, եղել եմ կամ եւ կարծում եմ դա անբուժելի հիվանդություն է ինձ մոտ, որովհետեւ ես անընդհատ նոր բաներ եմ երազում, նոր բաների մասին եմ երազում, կատարվել է այն, որ երբ դպրոցում էի, առաջին դասարանում էի, եթե չեմ սխալվում, ինձ երբ որ հարցնում էին բարեկամները, Հասիկո էին ինձ ասում, այ Հասիկո ջան, երբ որ մեծանաս, ինչ ես ուզում դառնալ, ես դա ասել եմ եթերներում, բայց կկրկնվեմ, ես ասում էի Հոլիվուդի աստղ։ Հետաքրքիր է, չէ՞, ասենք փոքր էի շատ, բայց այդքան էլ ծանոթ չէի Հոլիվուդի հետ, բայց էս էլ մեր Հոլիվուդն է, կարելի ասել Հայաստանում, փաստորեն ես փոքրուց ձգտել եմ լինել ուշադրության կենտրոնում, դա միանշանակ է, որովհետև միգուցե մի քիչ շատերի համար նույնիսկ շատ թվաչափաբաժին է, բայց մինչ օրս ես սիրում եմ լինել ուշադրության կենտրոնում, ես դրա մեջ ոչ մի վատ բան չեմ տեսնում, որովհետև դա քո բնությունն է, դու այդպեսին ծնվում ես ու այո, եթե ես գնամ ինչ-որ մի տեղ ապրեմ, որ ինձ փողոցում չճանաչեն, չժպտան, չգրկեն, ես ինձ շատ վատ կզգամ եւ հաստատ ինչ-որ մի կարեւոր բան կպակասի իմ կյանքում երանք գույն։ Երազել եմ լավ ընտանիքի մասին, դա էլ է Աստված ինձ տվել, իհարկե մեծ ստեղծագործական ճանապարհ անցնելուց հետո, երբ որ իմ հասակակից ընկերուհիները ամուսնանում եւ բալիկներ էին ունենում, վաղ տարիքում ավելի երիտասարդ, ես այդ ժամանակ կերտում էի իմ անունը, ինչի համար շատ շնորհակալ եմ, որ այդ հնարավորությունն ինձ կյանքը տվել է։ Հատիկ, այսպես ոնց որ ասում են, փոքրիկ քայլերով, բայց միակ ճշտող երևույթ
երևույթն այն է, որ հիմա իրանք երեխաներին մեծացրել են։ Հիմա իրանք դժվար փուլն է։ Հա, ես արդեն իրանց հետ չեմ կարողանում շատ ժամանակ անցկացնել, բայց ոչինչ, այդ օրն էլ կգա։ Ես շատ շնորհակալ եմ կյանքից իրականում, Այդ դա որովհետև շատ կարևոր է։ շատ շնորհակալ եմ, որովհետև երբ որ նույնիսկ համեմատում եմ շրջապատում ինձ հետ ապրող եւ մեծացող մարդկանց հետ, ես զգում եմ, որ թե կյանքը, թե Աստված իմ հանդեպ շռայլ է գտնվել։ Շատ շնորհակալ եմ։ Հասմիկ քիչ առաջ երբ մանկություն էինք տեղափոխվել ձեր մանկություն մտովի, ասիկ իմ երեխաները հիմա այդպեսին չեն։ Մենք հասկացանք ինչպիսի երեխա եք, իսկ ինչպիսի մայրիկ եք։ Կողքի աչքով երբևէ հետևել եք ձեզ։ Վայ շատ թերի մայրիկ եմ։ Ինչու։ Ես իմ աչքերում չնայած, այսպես ասեմ, ես այն կինը չեմ, որ եկել եմ այս կյանք մայրանալու առաքելությամբ։ Ես դա այսպես բարձրաձայնում եմ, շատ անկեղծ։ Թեպետ շատ ու շատերը կասեն, վայ Հասմիկ ջան, ոնց չես վախենում դա ասես, ես չեմ վախենում դա։ Ես ինքս ճանաչեցի ուղակի։ Հոգեբանորեն որոշակի խնդիրներ եք հաղթահարում, որպեսզի կոչմամբ լինեք մայր ու ձեր զավակների Ոչ թե ես դա անում եմ այսպես շատ հաղթահարելով, դժվարությամբ, դա էլ կա յուրաքանչյուր մամայի կյանքում դա կա, բայց հավատացեք ինձ փրկել է, տեսեք անկեղծ ասում եմ, որ ես գերպատասխանատու տեսակ եմ։ Յուրաքանչյուր հարցում։ Ես շատ սիրում եմ իմ երեխաներին։ Ես իրենցով ապրում եմ, ես անընդհատ իրանց հետ եմ ավելի շատ, քան իմ աշխատանքի մեջ, բայց եթե ես ինձ հարց եմ տալիս, օրինակ, ինչն է քեզ էլ ավելի գերհաճույք պատճառում, ես կասեմ աշխատանքը։ Բալիկները մեր շարունակություններն են, այսինքն ես կարծում եմ, որ բալիկները գալիս են քեզ ուժեղացնելու, սովորացնելու ամենակարևոր երևույթը բնավորության համբերություն, պատասխանատվություն, որովհետև ես պիտի ասեմ, որ այո, ինձ պատասխանատու դարձրել են իմ բալիկները։ Ոչ ամուսնությունը, ոչ էլ որևիցե այլ երևույթ, հենց իմ երեխաները ինձ դարձրել են այսպիսին։ Իսկ երեխաների մեջ երբեմն տեսնում ես ինքդ քեզ։ Իհարկե տղայիս մեջ եմ տեսնում շատ ավելի, որտեղ մենք այսպես կիսվել ենք աղջիկս, տաթևս եւ Շանթը նույնն են, իրենց տեսակով օրգանիկա բնույթով։ Ես եւ տղաս նույնն ենք, մենք երկուսս էլ շատ բարձր ենք խոսում եւ նյարդայնացնում ենք տանը ամուսնուս։ Մենք շատ այսպես քայլող աղմուկ ենք, հա, որովհետեւ այդ տեմպերամենտն ունենք, տղաս 100%-ով ինձանից վերցրել է, երկող է, բարձր խոսացող է, շատ նպատակասլաց, այսինքն եթե ինչ-որ մի ցանկություն կա, լիդեր է բնավորությամբ։ Օրինակ ես չգիտեի, որ ես լիդեր եմ, բայց միջև մայրանալը։ Երեխաները նաև դա սովորեցրին։ Իրենք ինձ ցույց տվեցին, որ ես կարող եմ։ Չէ, ես շատ շնորհակալ եմ, որտեվ երեխաները իրոք գալիս են, մեզ թվում է, որ երեխաները գալիս են մեր կյանք, որ մենք իրենց սովորեցնենք, մեծացնենք, ոչ։ Երեխաները այդ հոգիները ընտրում են, այ այս կնոջը, այս տղամարդուն, մենք իրանց մոտ կգնանք, որտեվ այս տղամարդը այս դասը պետք է սովորի, այս կինը այս։ Ես իմ մաշկի վրա դա զգացել եմ, իրենք են մեզ դաստիարակում։ Փոխհարաբերությունները երեխաների հետ այս շրջանում ծնված հատկապես ավելի բարդ է, որովհետև սերունդների տարբերություն կա, իսկ նրանց մոտ այդ փոփոխությունը ամեն հաջորդ օր է տեսանելի։ Արդյոք ունենում եք խնդիրներ, որոնք դժվար են հաղթահարվում հենց երեխաների հետ կապված։ Իմ միակ խնդիրն այն է, որ ես շատ էմոցիոնալ եւ նյարդային տեսակ եմ, քանի որ ես ուշ եմ մայրացել, առաջին աղջիկս ծնվել է 39-ում, տեսեք, ինչքան ուշ։ Չնայած ասում են ամեն կին իր ժամանակն ունի, միգուցե դա էլ իմ ժամանակն էր։ Տղաս 42-ում։ Ես կարծում եմ, քանի որ բավականին երկար ճանապարհ եմ անցել միջ մայրանալը, շատ ու շատ բաներ եմ հաղթահարել, արդեն իմ նյարդերը այդքան կայուն եւ ուժեղ չեն։ Ես պիտի ավելի իմաստուն մոտենամ այս հարցին եւ փորձեմ պահպանել այդ հանգստությունը, որովհետեւ միևնույն է, ես հասկացել եմ հիմիկվա երեխաների հետ, երբ որ դու վիճում ես, այսպես փորձում ես քոնը սովորեցնել քո ճանապարհով ինքը գնա, որտեվ քեզ համար դա հոգեհարազատ եւ փորձած ճանապարհ է։ Ճանաչելի իրենց մոտ դա չի անցնում։ Գիտեք ինչն է այսօրվա ծնողների խնդիրը, ես այսպես եմ զգում։ Մենք ունենք շատ մեծ բազա տալու մեր երեխաներին, հավաքված, այսպես կուտակված, այնքան տալու բան ունենք,
բայց գիտեք ինչն է ցավալի, արդեն այս երեխաներին դա պետք չի։ Սկսած գրքերից, որոնք մենք կարդացել Ոնց է ենք։ պետք է այնքանով որքանով երևի թե։ Պետք է թեթև նայել, պետք է ընդունել մի պարզ ճշմարտություն։ Հիմիկվա երեխաները մեր ժամանակներում չեն ապրում։ Հիմիկվա ժամանակի զարկերակը փոխվել է։ Այն ուրիշ իմպուլսներ է փոխանցում մեր երեխաներին։ Շատ արագ է կյանքը դարձել եւ հիմիկվա երեխաները տեխնիկական են։ Մենք ավելի հոգեղեն ենք։ Ես այդպես եմ ինձ հիշում։ Այ հոգեղեն լինելու եւ շատ հաճախ ոչ թե գրաֆիկով ապրելու համար մեզ անհրաժեշտ մոտիվացիա, ոգեշնչում։ Ինչն է ոգեշնչում ձեզ այսօր։ Ինձ այսօր շատ ոգեշնչում են անկեղծ մարդիկ։ Մնացած քիչ քանակությամբ, որովհետև ես միշտ եղել եմ բաց, ես մարդկանցից երբեք չեմ վախեցել, ես սիրել եմ մարդկանց, ես ներել եմ մարդկանց եւ չեմ հիշում գոնե մի դեպք իմ կյանքում, սա իրոք այդպես է, որ ինչ որ մեկը ինձ վիրավորել է, վատություն է արել, ես գիտակցաբար հակառակ նույն ձևով իրեն պատասխան եմ տված եղել։ Ես չեմ կարողացել։ Ես միգուցե լռել եմ, արհամարել եմ, թողել եմ, գնացել եմ, բայց նույն ձևով հետ պատասխան տալ ինձ մոտ չի ստացվել, որտեվ ես այսպես եմ մտածել միշտ, եթե դու դա անես, դու կնմանվես իրեն։ Պետք չի։ Ավելի լավ է արհամարել, լռել։ Հետո ինքը կհասկանա ինչ որ ժամանակ հետո։ Եվ հետաքրքիր է նաև բացի շատ անկեղծ ու պարզ ու բաց լինելուց եւ բացի կյանքից շնորհակալ լինելուց, ինչ կարևոր հանգամանքներ կան, որ Հասմիկ Կարապետյանը կյանքի այս շրջանում համենայն դեպս շատ երիտասարդ է, շատ գեղեցիկ է։ Ոյ շատ շնորհակալ եմ, այնպես է, Ես ժամանակը մոռացել։ Իմ մասին։ Այո։ Գիտեք, ես վերջերս ինձ շատ են այդ ասում, ես իրականում մտածում լավ ճիշտ են ասում, թե ուզում են, որ ես ինձ լավ Հաստատ զգամ։ ճիշտ են ասում։ Ազնիվ խոսք։ Այսպես ասեմ, երևի դա հոգու հետ է կապված, որովհետև նախ ես չեմ զգում իմ տարիքը։ Այսինքն ես կարևորություն եւ մեծ նշանակություն այդ թվերին չեմ տալիս։ Միշտ էլ տենց եմ եղել։ Առավոտյան որ արթնանում եք, հանգիստ կարողանում եք կանգնել առանց ոսկրասավի։ Այո, դեռ առանց ոսկրասավերի է։ Ու որ մարզվում եմ ինչ որ թե սրահում, թե տանը, այդ ճռճռոցները դեռ չի գալիս։ Հրաշալի։ Ամեն ինչ գալիս է ստեղից, Հայկ ջան։ Այսինքն ես քանի որ գեր էմոցիոնալ արդեն ասեցի եւ շատ կարող եմ ասել, որ այսպես ռոմանտիկ անձնավորություն եմ, այսինքն շատ քիչ բաներից կարող եմ ոգևորվել, այսպես թեվեթ եմ, երազում եմ, մի քիչ կարող է շատերի համար խենթ եմ։ Ես ընդունում եմ, որ ես խենթ եւ տարօրինակ բնավորության գծեր ունեմ։ Այսինքն այն ընդունելից դուրս են։ Ես չեմ սիրում նման լինել բոլորին։ Եվ եթե ես ավելի աղմկոտ եմ, ես միգուցե մի քիչ ինչ-որ գերական շրջապատներում մի քիչ շատ եմ, ես դրա մեջ վատ բան չեմ տեսնում։ Օրինակ մարդկա իմ հետ կեժամ շփվում է, միգուցե վատանում է, ուզում է գնատուն, որտեղ շատ էներգետիկ հերիքում։ Իմ էներգետիկ դաշտը շատ ուժեղ է եւ ես հասկանում եմ, Աստված ինձ դա տվել էր, որպեսզի ես կարողանամ այս ամեն ինչով անցնեմ։ Մայրություն, երեխաներ, էներգիայի շնորհիվ նաեւ Ոչ միայն գեղեցկությունը էներգիայի, շատ ինձ թվում է նաև ինքնության հետ հաշտ լինելու եւ ամենակարևորը ազնիվ լինելու մեջ է այդ Մանե, գաղտնիքը։ ինչ ճիշտ բան ասացիր, ասեմ ինքը ասեց պատասխանը, բայց ամփոփված։ Ես ինձանից չեմ ամաչում, ես ինձ ընդունել եմ այնպիսին, ինչպիսին որ կամ, գուցե նաև եթե այդ ինչպիսին որ կամը շատ անդուր է բոլորի համար։ Հասկացաք։ Բայց Երեք միևնույն է հաշտ եւ ինքնաբավեք, խաղ։ այո, ձեզ է։ Այդպես։ Շատ լավ, քայլենք ժամանակին համահունչ եւ հիմա ձեզ առաջարկելու ենք խաղալ թրենդային «Եթե ես լինեի» խաղը։ Շատ կարճ հնչելու են մեր կողմից նախադասություններ, դուք շարունակեք։ Շարունակեք նախադասությունը։ Եթե ես լինեի երգ, Ես կլինեի սիրո երգ։ Եթե ես լինեի գիրք, Ես կլինեի սիրո գիրք։ եթե ես լինեի ֆիլմ, Ես կլինեի գեր ռոմանտիկ շնչակտուր հարաբերությունների մասին ֆիլմ։ Կհիշեք այդ ֆիլմը որն է ձեզ։ Դե շատ կան, Braveheart, օրինակ Храброе сердце Մել Գիբսոնի ֆիլմը ինձ համար գեր զգացմունքային եւ շնչակտուր ֆիլմ է։ Շատ Խորը ֆիլմ է։ լավ։ Անցանք առաջ, եթե ես լինեի կենթանի,
Ընդհանրապես, եթե ես արդեն կարող եմ ասել, որ ես թռչուն եմ, դիմագծերից սկսած, վերջացած այս վիճակով թռչուն եմ հաստատ, բայց եթե ինձ ընտրություն տային, ես կլինեի լուսան, պանտերա, Կատվազգի։ այո, կատվազգի, Եթե ես լինեի տարվա եղանակ։ ես միանշանակ ամառ կլինեի միշտ, Կամ գարնան վերջ։ ամառ, Ամառ, շատ լավ, ամառ։ Եթե ես լինեի քաղցրավենիք, ես կլինեի շոկոլադ, լավ։ Եթե ես լինեի գույն։ երկու գույն կա իմ կյանքում, որը շատ սիրում եմ, ես կամ կլինեի մուգ կանաչ զմրուխտ, կամ մուգ մանուշակագույն, իմ սիրված գույններն են, Լավ։ Եթե ես լինեի միլիոնատեր, անընդհատ բարեգործություն կանեի, Եթե ես լինեի անտեսանելի։ ես կգնայի այն կասկածելի ինձ համար եւ բացասական մարդկանց մոտ, այսպես կնստեի, կլսեի իրանք իրականում ինչ են իմ մասին խոսում եւ ինչ են ցույց տալիս իմ դեմքին։ բացահայտումներ ամենու համար։ Այո, Ահա, լավ։ Եվ եթե ես լինեի ամենակարող, եթե ես լինեի ամենակարող, ես ամեն ինչ կանեի, որ առաջին հերթին ես ապրեմ այնպես, ինչպես ես ցանկանում եմ, ներդաշնակ։ Եվ քանի որ դու ինքդ այդպես ես ապրում, դու առնվազն պետք է լինես սրիկա, որ չօգնես կարիքավորներին։ Քո մաշկի վրա զգացած լինելով այդ ամեն ինչը, ես երեխաներին, ծերերին, մարդկանց ովքեր գումար չունեն, հացի խնդիր ունեն կամ հիվանդ ինչ որ Աստված մի արած է, ինչ որ հիվանդություններ, ես այսպես ամեն ինչ կտրամադրեի, որ իրենք էլ երջանիկ, ես սիրում եմ երջանիկ մարդկանց, կտարածեի երջանկությունը։ կտարածեի երջանկություն։ Շատ ուրախ ենք սիրելի հեռուստադիտողներ, մեզ մոտ տաղավարում էր ամենաբարի, ամենաանկեղծ զգացմունքային ու էներգիայով լի Հասմիկ Կարապետյանը։ Զգացված եմ։ Շնորհակալ ենք անչափ ձեզ հիանալի ոչ աշխատանքային օրվա, հանգստյան օրվա, որովհետև Այո, երեխաները այսօր տատիկի եւ պապիկի տանն են։ Այո, մի քիչ հիշում էլ ենք։ վայելեմ ու գնամ իրենց ետևից։ Հիանալի է։ Մենք շարունակենք մեր սուրճը ու շարժվենք առաջ, սիրելի հեռուստադիտողներ։